Սա արքայական ծովախեցգետին է, իմ նոր ընտանի կենդանին, որին հենց նոր գնեցի սուպերմարկետից։ Նա եկել է մի վայրից, որտեղ իրեն ուղղակի պահում էին ջրի մեջ շատ վատ պայմաններում։ Արդյոք ծովախեցգետինը կապրի եւ արդյոք կկարողանամ փրկել իրեն։ Այսօր ես փորձելու եմ իր կյանքը նմանեցնել իր օվկիանոսի կյանքին։ Այսինքն գնելու եմ հսկայական ակվարիում, որտեղ լցնելու եմ օվկիանոսի ավազ, քարեր եւ քարանձավ։ Եվ այսօրվանից սկսած նա դառնալու է իմ ընտանի կենդանին։ Բայց ամեն ինչ եկեք սկսենք ամենասկզբից։ Վերցնում ենք 2 հատ դույլ օվկիանոսի ավազը հավաքելու համար։ Դե ինչ, մենք արդեն ճանապարհին ենք, գնում ենք օվկիանոս, որպեսզի այնտեղից վերցնենք օվկիանոսի ավազ։ Ես ահա որ ոգևորված եմ իմ նոր ընտանի կենդանու համար։ Իսկ դու Ռաֆ։ Արի մինչև խեցգետին առնելի իրան անուն որոշենք Ռաֆ։ Խեցգուկ։ Արա, ես մտածեցի։ Խեցգետնուկ։ Խեցգետնուկ։ Խեցգետ։ Ճիշտ արա, խեցգետնուկ։ Շատ լավն է։ Մեր խեցգետնի անունը կլինի խեցգետնուկ։ Պատկերացնում ես Բարբին ոնց է սիրելու խեցգետինին, հուսանք չի հոշոտի։ Ավելի տարօրինակ բան չէի կարող մտածել, որ տանը խեցգետին պահեմ։ Լուրջ եմ ասում, դրանից տարօրինակ ընտանի կենդանի չէի կարող ունենալ։ Մենք արդեն մեր դույլերով օվկիանոսի ափի մոտ ենք, քայլում ենք ավազների մոտ, վերցնենք ավազը, դրանից հետո էլ արդեն պետք է գնանք ակվարիումը գնելու։ Էй, մի արա, մի ապուշացի, արա։ Գիժ ես դու, վերցրալ է։ Ափը մի փոքր հեռու է, այդքան որ ծանր չկրենք, հենց այս սկզբի հատվածից էլ ավազը կվերցնենք։ Առաջինը ամբողջովին լցված է, այժմ երկրորդն ենք լցնում։ Այս ինչ ծանր է, արա, դնում ենք տոպրակի մեջ։ Քայլում ենք դեպի մեքենան։ Գնում ենք ակվարիումի հետևից։ Ահա բոլոր ապակյա ակվարիումները, որոնք մեզ պետք է ընտրելու եմ ամենամեծը, որը AS1-ն է։ Խնդրում եմ մի հատ մեծության չափը նայեք։ Բայց եթե միայն վերցնենք ակվարիում, շատ դատարկ ու տգեղ կլինի, դրա համար մեզ պետք է զարդարել ակվարիումի ներսը։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, ինչ տարատեսակ բաներ կան ակվարիումը զարդարելու համար։ Այնքան մեծատեսականին չգիտեմ որն եմ ընտրելու։ Շատ սիրուն է։ Որպես ակվարիումի դեկոր կվերցնեմ սա, այս սպիտակը եւ AS1-ը։ Ծովախեցգետինները, քանի որ ապրում են օվկիանոսում, մեզ պետք է ստանալ օվկիանոսի ջուր, դրա համար գնում ենք ծովի աղ։ Ես ակվարիումի մեջ նաև որոշել եմ ավելացնեմ այս գեղեցիկ գունավոր ձկներից։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, ինչ լավն են, պատկերացնեք ինչ սիրուն են լինելու։ Տեսնենք մեր սիրելի ծովախեցգետինը ինչ ռեակցիա կտա, արդյոք կուտի ձկներին, թե իրենց հետ կընկերանա։ Չնայած չեմ կարծում, որ կընկերանա, մի հատ սրանց չափսը նայեք։ Քանի որ ես չգիտեմ իրենց ոնց ճիշտ պահեմ, ռիսկ չեմ անում սրանցից առնեմ, որտեղ վախենում եմ, որ կսատկեն, այս ձկներին շատ եմ սիրում ու լուրջ եմ ասում, ահա որ կնեղվեմ, որ տեսնեմ սատկում են։ Խնդրում ստեղ նայեք ինչ լավն են։ Վստահ եմ բոլորը դիտել եք Դիսնեյի հայտնի մուլտիկը, որը կոչվում է Նեմո։ Այս ձկները հենց այդ ձկներն են։ Պահել ես մեկ ինչ սիրուն է։ Ես երկար մտածեցի ու ռիսկ չեմ անում այդ ձկներին գնել, որտեղ ինձ թվում է լոբստերը ուտելու է ձկներին, իսկ դա իմ կողմից սխալ քայլ կլինի։ Դրա համար կգնենք միայն ակվարիում, ծովի աղ եւ ներսի դեկորները։ Գնացինք տուն։ Շարժվում ենք դեպի տուն։ Վերջապես ժամեր անց հասանք տուն։ Ինչքան բան հասցրեցինք այսքան ժամվա մեջ, գնացինք օվկիանոս, հետո ակվարիում ու ակվարիումի համար ամեն ինչ ու նոր հասանք տուն։ 5 ժամ տևեց այս ամեն ինչը։ Վերցնում ենք մեր ավազները ծովի, թափվել է։ Օրը լավա տոպրակ եմ քաշել, թե չէ սա ավտոս ավազ էր լինելու։ Ախ, մեջքս։ Գնացինք։ Դե ինչ բոլոր անհրաժեշտությունները գտնվում է այստեղ, եկավ ավազը լվալու ժամանակը, գնացինք։ Էս ինչ կեղտոտ է, դուք պատկերացնում եք ջուրը այս գույն էր լինելու։ Յախ, օր էս ինչ կեղտոտ է, պատկերացնում եք քանի տակա սա պետք լվալ։ Առանց չափազանցնելու ուղիղ 3 ժամա այս մի հատ դույլն ենք լվում։ Ժողովուրդ, ավելի դժվար ու տանջալից բան չկա, քան օվկիանոսի կեղտոտ ավազը լվալը։ Դուք չեք պատկերացնի, այս մի դույլը լվալու համար ինչքան էներգիա գնաց։ Դրսում էլ, ինչպես տեսնում եք, մութը ընկավ, այսինքն պետքա սպասենք մինչև լույսը բացվի, քանի որ ես պլանավորել էի, որ ակվարիումը պետքա դրսում սարքենք։ Կհանդիպենք առավոտյան։ Դե ինչ, օր երկրորդ, ես արդեն դրսում եմ եւ կարող ենք արդեն պատրաստել մեր ակվարիումը։ Գնացինք։
Վերջապես եկավ գիշերվա լվացած ավազը ավելացնելու ժամանակը։ Իսկ թե ինչու քարջ եմ ավելացնում ավազի փոխարեն, քանի որ արքայական ծովախեցգետինների ամենասիրելի զբաղմունքներից մեկը օվկիանոսի ավազների մեջ խրվելն է։ Պետք է ամեն ինչ անենք, որ իրենց զգան ինչպես օվկիանոսում։ Կարծում եմ սրանից լավ չի լինում։ Ավելացնում ենք ջուրը։ Մինչ ջուրը կլսվի, խնդրանք ունեմ բոլորիդ, այսքան չարչարվում եմ ու ամեն շաբաթ օրը ձեզ համար վիդեոներ եմ նկարում, դուք էլ ձեր կողմից արեք նվեր միանալով ալիքին, փոքրացրեք վիդեոն եւ սեղ մեկ վիդեոյի ներքևում գտնվող նշանի վրա, այլևս բաց չես թողնի հետագա վիդեոները, նաեւ կօգնես, որ միասին կհատենք 1 միլիոն բաժանորդի սահմանը։ 5 hours later. Ջուրն ամբողջովին լցված է, ինչպես տեսնում եք, մեր ակվարիումը օվկիանոսին ավելի նման դարձնելու համար ավելացնում ենք դեկորացիաներ։ Գնացինք։ Եվ ամենավերջում սա։ Արքայական ծովախեցգետիները պարտադիր պետք է ունենան իրենց թաքնվելու վայրը, որը լինելու է այս դույլը, ինձ թվում է ամենահարմարը սա է, որ մտնի ներս իրեն պաշտպանված գա։ Գնում ենք այստեղ։ Ներսում լցնում ենք մի փոքր ավազ։ Եկավ ամենակարևոր պահը։ Արքայական ծովախեցգետինները չեն ապրում քաղցրահամ ջրերում, այլ ապրում են օվկիանոսի աղի ջրերում։ Իմ ձեռքում գտնվում է օվկիանոսի աղ, որը պետք է ամբողջությամբ լցնենք ջրի մեջ։ Գնացինք։ Այսպես լավ լցնում ենք։ Եվ ամենավերջում ակվարիումի մեջ ավելացնում ենք ջուրը մաքրող եւ պարզեցնող հեղուկ։ Դե ինչ, մինչև ջուրը ամբողջովին կմաքրվի, եկավ ամենասպասված պահը։ Գնում ենք մեր նոր ընտանի կենդանուն գնելու խանութից։ Գնանք մեր լոբստերին փրկենք։ Հուսանք կկարողանանք իր կյանքը փրկել ու իրեն լավ կզգա մեր սարքած ակվարիումի մեջ։ Շարժվում ենք դեպի խանութ։ Աստված իմ, մի հատ խնդրում եմ այս հատվածում նայեք, ինչ տեսակի ձուկ ասես կարող ես գտնել։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Բայց մեզ ողջ լոբստեր է պետք գտնել։ Հուսով եմ ստեղ կլինի։ Խնդրում եմ մի հատ հոտնու կնայեք։ Գլես ձուկը նայ, Ռաֆո։ Էս ինչ սիուն ձկներ են։ Ոնց որ մեզ ձկների գերեզմանոց լինի։ Ոչինչ, մենք գոնե լոբստերին կփրկենք։ Այստեղ ինչպես տեսնում եք շրիմփներն ա գտնվում։ Իդեպ լոբստերները շատ են սիրում ուտել այսպես շրիմփներ։ Իսկ սրանք ութոտնուկներն են, ինչպես տեսնում եք։ Ես ուղղակի ապշած եմ, սենց խանութ մտած չկա կյանքումս։ Ոնց որ ստեղ միայն սատկած լոբստեր են վաճառում։ Չէ, դուրս են գալիս տեղից, այստեղից ինչպես հասկացաք անհնար էր գտնել ողջ կենդանի, բոլոր ձկներն արդեն սատկած էին։ Ես արդեն գտնվում եմ ռեստորան դիպոյի առջև, մտնում ենք միասին ներս եւ փրկենք ծովախեցգետնին։ Չեք պատկերացնի ինչ ոգևորված եմ։ Գնացինք մեր շատ սիրելի ծովախեցգետնի հետևից։ Իմ նախորդ վիդեոներից մեկում էլ էի մտել այստեղ, ինչպես հիշում եք, սա հսկայական սառնարանն է, որում հնարավոր է կորես, այդքան մեծ է։ Գնում ենք ծովախեցգետնի մոտ։ Ոնց որ ուրիշ մոլորակում հայտնվես, այտենց միանգամից ցրտում ա կներես։ Հիմա գիտեմ դու ահա որ Այսօր առավոտից Ռաֆոն մրսում է, հիմա էլ բերը խեղճին մցել եմ այս մեծ սառնարանի մեջ։ Ոչինչ, սա շուտ վերցնում ենք, գնանք։ Էնա տեսնում եմ, այս ձկների ամենավերջում գտնվում է ծովախեցգետինը։ Վախեցած անկյունում սպասում են, թե ով է լինելու մյուս զոհը։ Չմտածեք, հեսա ձեզանից մեկին ես փրկելու եմ։ Ու ես էլի, որ հիմա ասում եմ մեղք եմ, բայց էլի հիշեք, ոնց է իմ մամա այդ խժռում են լոբստերին։ Ու հիմա եկել եմ առնեմ, որ տունը պահեմ, նոր ընտանի կենդանի։ Ինչ ես տենց նայում, ես որոշում եմ կայացրել, որ չպետք է ուտեմ լոբստերին, պետք է պահեմ։ Ճիշտ որոշում, հա։ Համե Բարբին ընկեր կունենա նոր։ Հլուտ հոտնուկներին նայեք, Աստված իմ։ Էй։ Արա սառուց գցես ծոցես, մրսում եմ, առանց այդ ցուրտ է։ Այստեղ սառուց է գտնվում, վերցես գցես ծոցես։ Մեզ չթողեցին լոբստերին ակվարիումից հանելու պահը նկարենք, բայց խնդրեմ, արդեն մեզ հետ է, պետքա շտապենք, քանի դեռ չի սատկել։ Ռաֆ, ինչ ենք դնելու անունը, հա։ Մենք արդեն մի հատ անուն ենք մտածել, դրա համար հիշում է, ասածս ու անդադ խնդում է։ $39 արժեցավ մեր նոր ընտանի կենդանին։ Գնանք տուն ու կասեմ, թե ինչ եմ որոշել անվանել մեր սիրելի արքայական ծովախեցգետնին։ Շարժվում ենք։ Ես արդեն հասա տուն։ Ինչպես տեսնում եք, ակվարիումի ջուրը դեռ ամբողջովին մաքուր չի։ Պետք է ինձ թվում է մի քիչ էլ սպասենք, մինչև ամբողջովին աղը ձուլվի ջրի հետ ու պարզ դառնա ջուրը։ Իսկ մինչ այդ եկեք մեր արքայական ծովախեցգետնին հանենք տոպրակի միջից, շուտ ինչքան կարանք արագ դնենք այս տարայի մեջ ու հուսանք, որ կդիմանա մինչև ջուրը մաքրվի մինչև վերջ։ Խնդրում եմ ստեղ նայեք, ես իրեն որոշել եմ անվանել Ստյոպ։ Այո, ծանոթացեք, նա Ստյոպն է, իմ նոր ընտանի կենդանին։ Ստյոպ, քեզ փրկել ենք, չեն ուտելու քեզ էլ։ Եկեք արդեն շտապենք։ Սառույցը լցնում ենք այս տոպրակի մեջ։ Nice.
Սառույցը դնում ենք ջերմապաշտպանիչ տարայի մեջ։ Ինչպես տեսնում եք, Ստյոպի ձեռքերը ռեզինով կապված են։ Այժմ եկեք արձակենք ձեռքերը։ Պատկերացնում եք ինչ երկար ժամանակ է իր ձեռքերը այսպես կապված է։ Վերջապես դու արդեն քեզ կզգաս ինչպես օվկիանոսում։ Էսել կարոտել էր ձեռքերիդ բաց վիճակը։ Մի քիչ էլ դիմացի, մի քիչ էլ։ Այ հիմա Ստյոպին դնում ենք ջերմապաշտպանիչ տարայի մեջ եւ սպասում այնքան, մինչեւ ջուրը ամբողջովին պարզ կդառնա։ Ես կրկին այցելեցի խանութ, որպեսզի այս անգամ գնեմ հատուկ ֆիլտր, որպեսզի ակվարիումի ջրի մաքրման process-ը հնարավորինս արագացնեմ։ Դե ինչ ուղիղ 3 ժամ է անցել, ինչպես տեսնում եք, ջուրը բավականին արդեն մաքուր է եւ ուղղակի ավել չեմ ցանկանում իրեն պահել է սառը ամանի մեջ։ Ինձ թվում է արդեն ժամանակն է, որ տեղափոխենք իրեն ջրի մեջ։ Նշեմ, որ արքայական ծովախեցգետինները երկկենցաղ են, այսինքն համ ապրում են ջրի մեջ, համ ապրում են ջրից դուրս։ Այսինքն լրիվ ապահով է իրեն այստեղ պահել, ուղղակի երկար խոր չի տրվում պահել։ Գնացինք, դնում ենք ջրի մեջ։ Տեսնես ոնց է իրեն զգալու։ Գնացինք 3, 2, 1։ Գնա։ Օլո։ Եկեք GoPro-ն իջացնենք ջրի տակ, տեսնենք ջրի տակից ինչ կադր է։ Ժողովուրդ սառել մնացել է։ Դու այսօր այնց իմ ընտանի կենթանին ես։ Արն այ պղպջակներ է անում։ Հուսով եմ հիմա իրան ավելի լավ ազգում, քան սառույցի վրա։ Սպասենք տեսնենք ինչ է անում։ Հեն գալիս է մատից մոտ։ Միտեղ գնում է, նայեք։ Հեն ուր ես գնում։ Կարևոր իրան լավ ազգում ջրի մեջ շարժվում է, անկեղծ որ ասեմ, ինձ թվում էր չէր դիմանալու ու սատկելու էր, բայց բախտներս բերեց, ժողովուրդ հասցրեցինք ճիշտ ժամանակին իրեն իջեցնել ջրի մեջ։ Ըհն գնում է GoPro-ի մոտ։ Ինչ է անում, արա։ Կամերայի մոտ գնաց, Ջարդեց։ Արա Խփեց գցեց կամերան։ Ինչպես տեսնում եք, ծանոթանում է միջավայրի հետ։ Ոնց հասկանում եմ, բավականին հավանել է իմ ստեղծած միջավայրը։ Հետ ֆրաց։ Ուր է գնում։ Կարող Վատ է իրան զգում։ Ինձ թվում է հա։ Անծանոթ միջավայր է իր համար, ինձ թվում է զուտ ծանոթանում է, բայց Էդոն ասում է իրան վատ է զգում, այդ հաստատ վատ է իրան զգում։ Կարծում ես։ Այո։ Ոտքերը նորմալ շարժում է։ Ինչպես կարող եք տեսնել, գնաց եւ մտավ քարանձավի մեջ։ Ինձ թվում է ամենալավ պահն է, որ իրեն տանք զուգ, տեսնենք կուտի թե ոչ։ Հուսանք կուտի, որտեվ վստահ եմ շատ սոված է ու վաղուց հաշ չի կերել։ Ստյոպ, վերցրա, ուտելիք եմ բերել քո համար։ Օրա բռնեց։ Օրա ինչ պինդ է բռնել։ Տենան կուտի, խնդրում եմ կեր։ Ըհը, ինչ է անում։ Կեր խնդրում եմ։ Ինչ որ բան է ուզում անի ուտելիքի հետ։ Արա ինա, ոնց որ ուզում է ուտի։ Ձուկը ինչպես տեսնում եք թողեց այստեղ։ Գնաց ու հետ մտավ իր քարանձավի մեջ։ Նենց հետաքրքիր է հիմա ինչ է մտածում, ինչ է Ստյոպի մտքին, խիչ չի ուտում իմ տված ձուկը։ Ինչ ասեմ, եկեք մի փոքր սպասենք, տեսնենք ինչ է կատարվում։ Դուրս եկավ։ Ինչ է անում։ Խնդրում եմ կեր։ Գնում է տեսախցիկի մոտ։ Խնդրում եմ չգցես տեսախցիկը։ Անցավ տեսախցիկը, ինչպես տեսնում եք։ Հա, Ստյոպ, եկել ես իմ մոտ։ Բարև։ Ինչպես տեսնում եք, Ստյոպը ակվարիումի ես մի մասն է ու չգիտեմ, ինձ թվում է հավանել է իր նոր տունը, մնում է հացուտի, հենց հացուտի նոր սիրտս կհանգստանա։ Հələ ում եմ բերել։ Բարբի, դու նոր ընկեր ունես, ծանոթացի իմ նոր ընտանի կենթանին է։ Վախում է։ Չի ուտի քեզ, նա ինչ լավն է, Բարբի։ Ինչ լավն է, քեզ վախում։ Help me! Help me! Ոյ փոխնում է։ Քոնոր ընկերն է, քեզ փոխնում։ Նման էլ եք իրար, բայց քեզ ասեմ։ Ձեռները լնայք։ Բարի, բայց դու դուխով շունես, քեզ ինձ չափերով 1000 անգամ փոքր է, քեզ վախենում։ Քիչ ոնց որ ընտելանում է Բարբին Ստյոպին։ Իմ ձեռքում գտնվում է խխունջ, այժմ եկավ Ստյոպին կերակրելու ժամանակը։ Տեսնենք արդյոք կուտի թե ոչ, ինձ թվում է սոված կլինի։ Վերցնում ենք խխունջը, իջեցնում ենք ուտելիքը ներքև։ Կեր ուտելիք եմ բեր, վերցրա։ Սպասենք, տեսնենք կուտի թե ոչ։ Կարծում եմ Ստյոպին թողենք միայնակ, թող մի փոքր ընտելանա միջավայրի հետ, առավոտյան կտեսնենք թե ոնց է իրեն զգում եւ արդյոք մեր դրած ուտելիքը այնտեղ կմնա, թե կուտի։ Կհանդիպենք առավոտյան։ Բարի լույս, օր 3 օֆիցիալ համարում եմ սկսված։ Ինչպես տեսնում եք, Ստյոպը գնացել ու մտել է իր քարանձավի մեջ, բայց ունեմ մի հատ վատ նորություն։ Ինչպես տեսնում եք, ուտելիքը, որը գիշերը դրել էի ներքևում, ընդհանրապես ձեռք չի տվել ու չի կերել։ Իսկ դա հեչ լավ չի։ Ստյոպը վստահ եմ, որ շատ սոված է, դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս շուտ հաց ուտի։ Դրա համար խխունջի փոխարեն հիմա միասին շարժվենք խանութ եւ հատուկ Ստյոպի համար կգնենք շրիմփ։ Հուսով եմ կուտի։ Նստեցի մեքենաց եւ շտապեցի խանութ, որպեսզի հնարավոր
Բոլորինս արագ Ստյոպին հասցնեմ իր ամենասիրելի ուտելիքներից մեկը՝ շրիմփը։ Հասած ովամթերքների բաժին եւ ամենաառաջինը տեսա Ստյոպի ընկերներին, ովքեր սպանվել էին եւ շատ շուտով պետք է հայտնվեին մարդկանց սեղանների վրա որպես ուտելիք։ Իսկ Ստյոպի ընկերների կողքին գտնվում էր շրիմփը։ Հա, հենց այն շրիմփը, որի Ստյոպը ահա որ շատ է սիրում ուտել։ Շտապ վերցնում եմ շրիմփը, գնում եմ դուրս եմ գալիս խանութից, նստում մեքենաս եւ արագ շտապում Ստյոպի մոտ, որպեսզի կերակրեմ իրեն շրիմփով։ Վերջապես եկավ Ստյոպին շրիմփով կերակրելու ժամանակը։ Ամենաառաջինը ակվարիումի մեջ տեղադրում ենք տեսախցիկ։ Գնացինք։ Վստահ եմ ահա որ սովածա ու հուսանք կուտի։ Ստյոպ, շորտ բան չի անում, չի շարժվում նույնիսկ։ Տենաս նորմալ է ամեն ինչ Ստյոպի հետ։ Կարող է սատկել է, խնդրում եմ կեր։ Արա չի շարժվում։ Ստյոպ, արթնացի, խնդրում եմ։ Մենք դեռ 2 օր ինչ ընկերներ էինք, խնդրում եմ։ Հավատս չի գալիս։ Ցավալի էր, բայց փաստորեն Ստյոպն այս գիշերվա ընթացքում սատկել էր։ Իսկապես տեղս չէի գտնում։ Ես ախր համոզված էի, որ կարողանամ խանութից իրեն գնելով եւ սարքելով իր սիրելի միջավայրը փրկեմ իրեն։ Այո, Ստյոպին փրկելը փաստորեն իմ ուժերից վեր էր։ Ախր խանութում ինձ զգուշացրեցին, որ շանսերը շատ քիչ է որ նա կապրի, բայց մեկ է ես հույսս չէի կորցնում ու ամեն ինչ արել էի Ստյոպի համար, որ ստեղծեի իր համար ամենահոգեհարազատ միջավայրը։ Օվկիանոսից ավազ բերեցի, ստեղծեցի օվկիանոսի իրական ջուր հատուկ աղերով, նույնիսկ իրեն չդրեցի պղտոր ջրի մեջ, գնացի խանութից գնացի հատուկ ֆիլտր, որպեսզի ջուրը ամբողջովին մաքրվեր, բայց մեկ է բանից պարզվում էր Ստյոպին փրկելը իմ ուժերից վեր էր։ Դու հավերժ կմնաս մեր սրտերում Ստյոպ։ Իշատակ Ստյոպի մեկնաբանությունների բաժնում բոլորով դնում ենք շատ կարմիր սրտիկներ։ Իսկ դու Ստյոպը որ լիներ ու այդ կարմիր սրտիկները տեսներ, հաստատ շատ ավելի երկար կապրեր։ Թողեցիր ինձ մենակ Ստյոպ։ Ես քեզ կկարոտեմ, հետևորդներս էլ են քեզ կարոտելու Ստյոպ։ Ճիշտ է, ընդամենը 1 օր տևեց մեր ընկերությունը, բայց դու հավերժ կմնաս իմ սրտում։ Տխուրա, բայց այո, այս վիդեոն էլ սենց ավարտվեց։ Բայց ես մեկա չեմ հանձնվելու։ Ես միևնույնն է պետք է էլի փորձեմ խանութի կենդանիներին փրկել, քանի որ իրենք այսպես թե այնպես հայտնվելու են մեր սեղանների վրա։ Դրա համար եկեք հիմա միասին մտածենք, թե հաջորդը ինչ կենդանի պետք է ես փրկեմ։ Հնարավոր է որ ինձ մոտ ստացվի եւ այդ կենդանին հավերժ դառնա իմ ընտանիքի անդամը։ Գրեք ձեր մեկնաբանությունը, թե հաջորդը խանութից որ կենդանում պետք է ես փրկեմ։ Մյուս անգամ խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որ կարողանամ փրկել։ Դե ինչ կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։